Կարծես թե այս մեքենայով են ուզում տեղափոխեն Լիլիթին, որտեղ մի քանի կանայք էլ եկան, հենց այս մեքենայով փորձում են երևի տեղափոխել դատարան։ Գալիս են։ Հա, դե ոչինչ, հեսա մենք հետ գնանք։ Հեսա մեքենան, դարի հանցագործ են բռնել, նայեք։ Տեսեք, մայլն է այստեղ Լիլիթի Աղետյան և ես եմ, ինձ դեռ չեն ներգրավել որպես փաստաբան, օրենքի կոպիտ խախտում, այսինքն ամեն ինչ արվում է, որ Լիլիթ Աղետյանը ճնշվի, զրկված լինի նաև պաշտպանական իրավունքից, բայց այս հիմարները, անգրագետները, թերուսները, տգետները, սրիկաները չեն իմանում, որ այսի իրենց ամեն մի ապօրինի գործողությունը բողոքարկվելու է, այնպես է բողոքարկվելու, որ իրենք չեն էլ պատկերացնում։ Ժամանակին մեկն է կար, իրեն դրել էր, չգիտեմ ինչի տեղ, հետո հայտնվեց բանտախցում, նույն ձևի ինչ որ ինքն էր արել ուշների նկատմամբ խոշտանգել էր, իրեն էին խոշտանգել։ Տեսեք, այս ոստիկանության այդ Գյումրիի մուշ բաժինն է, մուշի բաժին է կոչվում, նայեք, ոստիկանության գլխավոր վարչության մուշի բաժին, ափսոս մուշ անունը, որ այս տեսակի ոստիկանության վրա են կպցրել։ Կկանչեն, մենք միջև յանք տանեն ընդեղ տեղավորվեն և այլն, մենք է ընդեղ կլինենք։ Տեսնենք հետով այդ համարձակ դատավորը և ինչ որոշում է կայացնելու։ Քննիչը Միքայել Ավետիսյանն է, լավ հիշեք, այս քննիչը նույնպես դատվելու է իր բազմաթիվ ապօրինությունների համար։ Չիչոյան, ինչ ես կարծում, դու չես լինելու ես վիճակում։ Ում հետևից, ով է գալու հետևիցդ։ Աննա Վարդապետյան, քո հետևից ով է գալու։ Չգիտեմ, ծնողներ ունես, որ տարեց ծնողներդ գան քեզ Պերիդաչի բերեն։ Աբովյան քրակատարողական հիմնարկ։ Որ ես խուլիգանության հետևում կանգնած ես, աչքերդ փակել ես խուլիգանության վրա։ Զեկույցներ ես ներկայացնում դատախազ լինելով, իբրև թե ազգային ժողովում, բա մի հատ զեկույցի, այս ով է այս քննիչ Միքայել Ավետիսյանը, ով է Չիչոյանը, որ Լիլիթ Աղետյանի տուժողն է, մեծ մարզի դատախազը տուժող է դարձել լրագրողի գործունեությունից, հա, որ նամակ է գրում, ասում է, չէ, ես տուժող չեմ, բայց յան տուժող է ճանաչել, ով է ճանաչել տուժող, ինչ որ մի հատ քննիչ։ Այդ ձևի մեղադրանքները կա հաստատում ուղարկում դատարան, էդ է ձեր մակարդակը, էդ ինչ մակարդակ է, էդ որտեղ եք էդ մակարդակը դուք ստացել, երևի Նիկոլի ասաց NKVD-ի պատվալներում, էդ է մակարդակները ձեր։ Հարգելի լրագրողներ, ովքեր որ հետևում են այս գործընթացին,
Տեղեկացնեմ ձեզ, որ հիմա այստեղից մոտավորապես մի 10 րոպե է տևելու տեղափոխումը ավտոմեքենայով, տեղափոխելու են Շիրակի մարզի առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենք, Գյումրի նստավայր։ Դա անկախության հրապարակում է գտնվում, այնպես որ եթե շահագրգռված եք եւ հետաքրքրված, կարող եք գնալ դատարանի մոտ, այնտեղ հավաքվել, մենք հեսա այստեղից նույնպես կգանք այդտեղ։ Լիլիթին կտեղափոխեն, մենք հետ կգանք։ Տեսնենք այդ համարձակ դատավորը ով է, որ արգելանքի տակ գտնվող, հեսա շուտով 24 ժամը կլռանա Լիլիթ Աղեկյանի արգելանքի տակ գտնվելու եւ նրա տարեց մայրը, ով նաեւ Լիլիթի կարիքը ունի, որովհետեւ նրանք միասին են ապրում, տարեց մայրը ամբողջ գիշեր անցկացրել է ոստիկանություն, քննչական կոմիտե, հիվանդանոց, դատարան, էլի ոստիկանություն, հետո տուն, հետո ինչ-որ հիգիենայի պարագաների տրամադրում, դուք պատկերացրեք 77-ամյա կնոջը ոնց է չլել Չիչոյանը եւ Աննա Վարդապետյանը։ KGB-ի պատվալներում լավ դասեր են առել, ոչ չէ KGB-ի պատվալները Նիկոլը ձեր համար է բացել։ Շուտով կհանգրվանեք այդ պատվալներն, իսկական ձեր տեղն է, ձեզ սազող վայրում։ Տեսեք, իրանց համար, իրանց սև գործը անելու համար ամեն ինչ ունեն։ Ես չգիտեմ, ես ինչ ավտոմեքենա է, ում է պատկանում։ Ամենայն դեպս ուլին ոստիկան է։ Ղեկին նստած է ոստիկան։ Ղեկը ոստիկանի ձեռում։ Այս ոստիկանն է տեղափոխվում։ Որ կանայք է ներս մտան, նրանք էլ ուղեկցողներն են։ Այս ոստիկաններին աշխատավարձ են տալիս, նրանք էլ գլուխները կախ, ինչ ասես անում են։ Այս դրանով էլ պահում են այս ռեժիմը։ Իրանց որ հարցնես, իրանք ամեղ են, իրանք սուրբ են, իրանք ինչ անեն, իրանք օրենք են պաշտպանում։ Բայց իրականում թուրք են պաշտպանում։ Թուրքական ծրագիր իսկական։ Ես իմ էջի վրա տեղադրեցի Լիլիթ Աղեկյանի հարցազրույցը, վերջերս տրված։ Այդ հարցազրույցը ասում է Շարիկովը ոնց քնում, վեկանում է, չի կարողանում մարսել։ Հարցազրույցը վերաբերում էր երկրին եւ նաեւ Գյումրիին եւ նաեւ այս ՔՊ-ի այստեղի տապալմանը։ Հեսա տեսեք Լիլիթին բերում են։ Նայեք, հեսա, հա Լիլիթ ջան, ոնց ես։ Ալուջուր, ահ Նիկոլին եւ Նիկոլիզմին, Չիչոյան Արմինե Սուկաշյանի հետ պատասխան եք տալու։ Դες ո՞նց են կարել։ Իմ խոստան ջան, որ ես դատարանում։ Դու կպահանջես դատարանում, որ ես ներգրավեմ, որ քեզ ապօրինի զրկել են պաշտպանական իրավունքից։ Անպայման կպահանջես, իրանք իրավունք չունեն արգելել քեզ ունենալ պաշտպան։ Կպահանջես անպայման։ Տեսեք, ինչ ձայնային ազդանշաններով տանում են Լիլիթ Աղեկյանին։ Լավ, մենք էլ հիմա գնանք դատարան, այնտեղից նորից ուղիղ եթեր կանեմ ձեր